Պարոն Խաչատրյան, մենք տեսանյութերում տեսնում ենք, որ դուք եք հրահրել, շիշը դուք եք շպրտել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ։ Ես կխնդրեմ նշեք, թե ինչու որոշեցիք շիշը շպրտել։ Նախ շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ։ Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ։ Տեսեք, ամեն ինչ պետք է սկսենք սկզբից նախ։ Ընդդիմությունը ինչի համար հրահրեց տվյալ բախումը, երբ որ հնչեցին ավականունիստի ընթացքում թեմաներ, որ իրենց խմբակցության անդամ առաջի համար Հմայր Հայաստան, որը որ այս պահին ավականու անդամ չէ, Անդրանիկ Թևայանի մասին է խոսքը, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Պարոն Փամբուխյանը Երևանի փոխքաղաքապետ նշեց այդ հանգամանքը, նրանք վրդովվեցին, ինչպես ենթադրելի էր, եւ փորձեցին հրահրել, իսկ իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկին, այլ հանդարտության կոչ ա եղել կարելիացել ու սեղանին է շիշը դիպչել, այսինքն ինչ-որ անձի չի դիպչել շիշը։ Հանդարտացնում եք շիշ շպրտելով։ Եթե ասեցի արդեն, եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, այսինքն ոչ մեկի միտված չի եղել, որ վնաս պատճառի ու ոչ ոքի չի դիպչի։ Ես տեսնում եմ, ես շիշը ուրեմն շփոթում։ Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ է եղել եւ նաեւ Փամբուխյանը սկսեց վիրավորել դավայ շիշը նախ սկսենք նրանից, որ շիշը Ժողովուրդ ջան, եկեք հերթով էլի։ Շիշը ոչ ոքի չի դիպչել, այդ մեկ։ Երկրորդը ասում տվյալ իրավիճակը հրահրել է ընդդիմությունը այն բանից հետո, երբ հնչել է արտահայտություն, որ իրենց քաղաքական թիմի անդամ Անդրանիկ Թևայանը պետական դավաճանության մեջ է մեղադրվում եւ այո, դա գաղտնիք չէ, մենք փաստ ենք այս պահին նա գտնվում է այս պահին նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում այդ մեղադրանքով եւ մենք ասել ենք փաստը, որ այո մեղադրվում է, մենք չենք ասել դատապարտվել են այդ մեղադրանքով, ասում ենք որ նա մեղադրվում է եւ այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որից հետո նոր ասեցի ընդդիմությունը ջղաձգումների պատճառով, որ իրենց քաղաքական թիմի անդամը կարող է մեղադրվել կամ մեղադրվում է նման արարքի մեջ, արդեն փորձեց հրահրել, իսկ ինչ եղավ դահլիճում արդեն մնացած է տեսակը։ Հրահրել ասելով ինչ։ Այդ էի պատմում։ Կատի ունենք ինչ ասել, դուք մեջքով եք չէ՞, նստածել եք, հետո պտտվել եք, այդ շիշով շփոթվեցիք, դուք ասում եք, ձեզ կրտեքի ով հասցրեց։ Ժորժ ջան, դուք լայվը չեք տեսնում։ Ճիշտ ասած, ես որ դուք ասում եք ինչու եք կաշառք բաժանել Անդրանիկ Թևանյանի մասին եք մեջ վերում վերանում, դա է հրահրել, թե որ օրինակ դրանի պատասխանը ավականու դիմադրության։ Այսինքն փաստեր արձանագրելը դա հրահրում եք դուք համարում։ Ձեր համար նորություն է, որ արդեն 1 ամսից ավել, 2 ամիս, 3 ամիս ու այս պահին անգամ նաև ձերբակալություններ են շարունակաբար կատարվում կաշառք բաժանելու մեղադրանքներով 3 տարբեր քաղաքական ուժերի ներկայացի մասին։ Այդտեղում եք, երբ որ մենք բարձրաձայնում ենք տվյալ դեպքերը, ընդդիմությունը, որը որ այդ քաղաքական ուժերի մի մասն է կազմում, նյարդային ցնցումների մեջ են ընկնում եւ արդեն սկսում է իրար չհասկանալու process-ը։ Իսկ ինչ որ եղավ դահլիճում, արդեն դուք տեսաք դահլիճում։